Այսօրվա թեման արդեն գրված է ֆինանսական գիտություն, սա իմ Instagram եւ Telegram-ից ալիքի իմ QR կոդերն են, կարող եք կոպի անեք եւ միանալ իմ Instagram-ից դառնաք ինձ պատվիշիկ, այնտեղ հետարքի շատ թեմաներ կան, ոչ միայն բիզնեսի վերաբերյալ եւ նաեւ եթե չեք դառել պատվիշիկ, դառեք ինձ Telegram-յան ալիքից ֆինանսական գրագիտության այդ ալիքից դառեք պատվիշիկ։ Իսկ ես գնացի առաջ։ Ում համար է մեր հանդիպումը այսօրվա։ Էսի ինչ կիմանաք այսօր։ Այսօր դուք կիմանաք այս մեր հանդիպման ժամանակ ինչպես ստեղծել пассив եւ ակտիվ եկամուտ։ Որ առաջինը ժողովուրդ ջան, այստեղ գրված է հաջողությունը ունենում է ոչ թե նա, ով երբեք չի ընկել, այլ նա, ով իր յուրաքանչյուր անկումից հետո հնարավորինս ավելի է բարձրացել։ Այսինքն ինչի մասն է խոսքը։ Ամոթ չէ, որ մի անգամ ես անհաջողության եմ մատնվել եւ չեմ ուզում փորձեմ, վախենում եմ։ Ամոթ բան չկա, մինչեւ դու չգնես եւ ցանկալի է մի քանի անգամ գնես, այսինքն գումարի մասն է խոսքը, մի քանի անգամ գումար գործնես, որովհետեւ հաջորդ անգամ ավելի արագ հասնես հաջողությանը եւ գումար չկործնես։ Հիմա բերեք մենք բոլորս միասին մի հատ սովորականի պես փոքր այսպես մտեմ անենք քննարկում։ Գուցե ես սխալ եմ, ես կուղեք ինձ։ Ժողովուրդ լսում եք ցանես։ Եթե այո, մտ դրեք քինգերը կամ դրեք պլյուսը, եթե լսում եք։ Okay, շնորհակալություն։ Լսում եմ։ Սուպեր։ Հիմա նայեք ժողովուրդ։ Հիմա շատերը ունեք աշխատավարձ եւ գիտեք կամ աշխատավարձ եք ստանում կամ եկամուտ աղբյուր ունեք եւ ձեր կարծիքով որ այդ ձեր գումարը աշխատավարձի քարտի վրայի կամ եկամուտի նստած գումարը ձերն է։ Հիմա կուզեմ մի քիչ հիասթափեցնեմ ձեզ։ Ժողովուրդ, այդ գումարը արդեն տեր ունի նախորդ մինչեւ դուք աշխատավարձը ստանում եք արդեն այդ ձեր գումարը աշխատված է իր տերի մեջ։ Օրինակ համար միջին աշխատավարձը ասենք վերցնենք 100,000, որ վերջի պարզ դառնա։ Կոմունալ, վճարում ենք 30,000 կոմունալ, սնունդ, ինտերնետ, հեռախոսակապ, տրանսպորտ, դեղատուն, իշխեցնի մարդ ենք, հիվանդանում ենք, գրիպ, դեստան դեղորակ առնեմ։ Հանգիստ, որ տարնական չգնանք հանգստանալու համար պետք է ամսական այդ աշխատավարձից կուտակենք, եթե հնարավոր է, գնանք տարնական գոնե հանգստանալու, թեկուզ Հայաստանում, թեկուզ Վրաստան, կոպուլետ կարևոր չէ։ Հակուստ, շոր եք, կոշիկ է, մի բան պետք է առնենք։ Այսինքն, դուք հաշվարկ անեք, մինչև ձեր աշխատավարձը, ձեր գրբանը արդեն եկավ քարտի վրա նստավ, արդեն ֆշտ վերջացավ եւ վերջում մնաց ինչ մնաց պարկեր վարկեր ով է համաձայն ինձ հետ որ է սեվի է մեր աշխատավարձը մեր եկամուտը դրեք ձեր 10-երը եթե համաձայն չեք դրեք ձեր երկուստերը ոչ չէ հայտան իմ աշխատավարձս գալիս է դες նորմալ ապրում եմ ահա այսինքն համաձայնն է ինձ հետ իհարկե ոչ բոլորն համաձայն բայց փոքր մասը համաձայն է որ միջև գումարը գալիս է մեր բանը արդեն նախորդ գումարը տեր ունի всё ահա հասկացա շատ լավ գնացինք առաջ հիմա բերեք եւս մի փոքր հարցի շուրջ իրար քննարկենք ուզում եմ այսօրվանից առաջինը հիմա գիտեմ որ բոլորը ասել են նախապես տեդը եւ գրիչով է հիմա դասի նստած ով է հիմա գրում ով է հիմա պատրաստ գրիչով տեդրագով իհարկե ովքեր որ հիմա ասենք մեքենայի մեջ են ղեկին են գործեն բանը օքեյ բայց հիմնական մասը ես կուզենամ որ հիմա գրեք իսկ ովքեր հետո կնայ տայնագրությունը անպայման տունը կատարեք հետևյալ հազարությունը առաջինը այսօրվանից հարգելի գոլեգաներ ջան փոխում ենք մեր հաշվարկը դրամով
մտածում եք դոլարով կամ USDT-ով, քանի որ դոլարը կայուն համաշխարհային վալյուտա է, գումար է, սա աշխարհ դոլարի հիման վրա է ամեն ինչ իրանց գործերը անում եւ կրիպտո աշխարհի մեջ USDT-ն է կրիպտո դոլարը, որը միշտ հավասար է 1 դոլարի։ Դրա համար այսօրվանից մենք մտածում ենք միայն դոլարով։ Okay։ Երբ հանրահայտությունը հիմա ձեզ կասեմ վարություն եւ մենք իրար հետ կանենք։ Համաձայն եք, որ մեր ամբողջ հաշվարկները թվային են, թվայնացված է, համաձայն եք։ Ինչքան գումար եմ վաստակում, քանի օր եմ գնում գործի շաբաթը, քանի ժամ եմ ես օրական աշխատում, չգիտեմ ընդեմ, քանի թիմ ունեմ, քան տարվա ես բիզնեսմեն եմ, քան տարվա վարորդ եմ, քանի, այսինքն մեր ամբողջ հաշվարկները թվայնացված է, թիվ է։ Եվ այսօրվանից մենք պետք է սովորենք, որ մեր եկամուտը դարձնենք ժամավճարով։ Ով հիմա ինձ կարող է միանգամից գրի իր ժամվա եկամուտը, ժամվա դուք ինչքան եք գումար վաստակում։ Ով գիտի։ Եթե գիտեք, գրեք ձեր ժամվա վճարը։ Այ գրել եք ամիսը այսքան եկամուտ եմ ստանում, տեսան 400,000, 300,000, իսկ ով է հաշվել։ Սուպեր։ Այ սուպեր։ Էլ եմ ասում, բերեք բոլորս արդեն այսօրվանից այդ դրամը դարձնենք դոլար, մոտավորապես դարձնենք դոլարի։ Մենք արդեն պետք է սովորենք դոլարով հաշվարկ անել։ Հիմա ասեմ տունը հանրայություն, ոնց ենք մենք արդեն մեր ժամի գումարը հաշվարկում, բանաձևը սովորականը, օրինակ համար, վաստակում եմ ես ամիսը $500, դրամի կուրսով դուք եք որոշով հաշվեք ոնց, $500, աշխատում եմ շաբաթական 6 օր 8 ժամով, ով կարող ասեմ, 26 եղավ օր ամիսը, եթե 6 օր եք աշխատում շաբաթ, եղավ 26 օր, 26 անգամ մենք 8 ժամ, եղավ 208 ժամ ենք մենք աշխատում ամսվա մեջ, և եթե ես $500 աշխատավարձս, եկամուտս, բաժանեմ 208 ժամի, իմ ժամավճարս եղավ $2.4, այսինքն իմ մեկ ժամս հավասար է 2.5 մոտավորապես դոլարի։ Սա եթե ես աշխատում եմ ամսական $500, շաբաթը 6 օր 8 ժամով։ Եթե շաբաթ աշխատում եմ 5 օր 8 ժամով, դա եղավ 22 օր ամսվա մեջ, 22 օր անգամ 8, 176 ժամ, եթե ես 500-ը բաժնեմ 176 ժամի, այդ դեպքում ես կստանամ ժամը $2.8։ Այդպես կարող հաշվեք ձեր ամսական $1,000 հաշվարկը, $600 հաշվարկը, $100 հաշվարկը, ուրեմն ինչ է սա պետք։ Մենք պետք է իմանանք այսօր, գրեք ձեր մոտ, որտեղ եմ ես, ակետում եմ գտնվում, ինչքան եմ գումար վաստակում, արդեն որ գրել եմ օրական, ամսական, տարեկան, այդ չէ գրել ինադում ժամանակի ժամվա համար, դուք այդ ժամանակը հաշվեք եւ մենք պետք է այսօրվանից արդեն հասկանանք ամբողջ գաղափարը եւ հասկանանք մենք, եթե մենք 10 տարի աշխատում ենք նույն գործին եւ մեր ժամանակի ժամավճարը ժամվա այդ եկամուտը, այդ աշխատավարձը ժամվա չի ավելացել, ապա ես ինչի համար եմ մի 20 տարի նույն տեղը տոպում, նույն գումարը վաստակում։ Կա հետարբերակ, կամ պահանջեմ աշխատավարձս բարձրացնեմ, կամ երրորդ աշխատավարձով գործը գտնեմ, որպեսզի այդ նույն ժամանակահատվածում գումարս դարձնեմ $4, ոչ թե 2-ը։ Սա պարզ է։ Կամ դուրս կամ այդ տվյալ աշխատանքից ուրիշ տեղ գնամ աշխատանքի ընդունվեմ, որտեղ որ քիչ եմ աշխատելու, շատ եմ վաստակելու։ Եվ մեր նպատակը, հարգելիներս,
տարեկան մեր աշխատած եկամուտը ժամվա կտրվածքով 10-ից 20% մենք պարտավոր ենք ավելացնենք, եթե մենք տարվա կտրվածքով մեր ժամավճարը 10-ից 20% չենք ավելացնում, ուրեմն մենք պրոբլեմի մեջ ենք, հիշեք, ինչ համար ասում տարվան, որովհետև ամերիկացի, եվրոպացիք չեն ասում իմ ամսվա աշխատավարձս ամսական էսկան է, այնտեղ խոսում են տարեկանով, ինչ համար տարեկանով, կարող է տվյալ ամերիկացին առաջի 6 ամիսը աշխատում է կամպանիայի մոտ, կամպանիայի մեջ անվճար ինչ-որ փոստաշրջան է ասնում և վերջի 6 ամսվա մեջ այնքան գումար է վաստակում, որ ամբողջ այդ չվաստակած 6 ամսվա գումարը տեղն է գալիս։ Դրա համար ամերիկացիք, եվրոպացիք հաշվում են իրենց եկամուտը տարեկանով։ Դուք եք կամաց արդեն ամսականից անցեք տարեկան հաշվարկով։ Օրինակ, հիմա մենք բիզնես ենք անում, ֆիթնեսում կամ ինչ-որ ուրիշ բիզնեսում անում ենք բիզնես, առաջին ասենք 3-4 ամիսը գումար չենք վաստակում։ Մեր գումարը կամաց կատում է, թիմ ենք կամաց զարգացնում, հլա կամաց թիմից փող չենք վաստակում։ Ճիշտ է, բայց կարող է առաջին թեկուզ 6 ամիսը թիմից գումար չկա, բայց թիմը կամաց սովորեցնենք, դարձնենք առողջ, գրագետ, հզոր թիմ և վերջի 6 ամսվա մեջ այնքան այդ թիմը գումար մեզ համար բերի, որ մենք այդ առաջին 6 ամսվա տեղը լրացնենք, կրկնապատկենք, քառապատկենք մեր այդ 6 ամսվա չարչարանքի շնորհիվ։ Սա պարզ է, ինչ համար պետք է մենք հասկանանք, որ մենք պետք է տարեկանով մտածենք։ Եվ մենք ունենք A կետը այսօր ենք գտնում որտեղ, և մեր նպատակն է հայտնվենք B կետում, ճիշտ է։ Ով հասկացավ, ինչ եմ ասեմ խոսում, ասեմ կերեք թե հինգերը, այսինքն ով A կետում գտնվում է, առաջի պայմանը արեց, և ով է արդեն B կետ, այսինքն B կետը դա մեր նպատակն է, որտեղ եմ ուզում հայտնվեմ ես, ինչ բան կնեմ, առնեմ։ Հիմա ինձ ասեք հարգելնես, եթե շատերը եք էտեղ անում, համոզված եմ, ինչքանով գումար ենք վաստակում A կետում, ճիշտ է, անմիջապես B կետի ժամանակ սկսում ենք այդ մեր $1000 միանգամից ծախսել։ Ով է նման բան անում։ Այսինքն բնակարանի կամաց բնակարանի փող ենք կողքի տնում, մեքենա ենք առնում թեկուզ վարկով, գնում ենք ճամփորդության, թանկարժեք կեր ենք առնում, հեռախոս, կրպտոյ և այլն։ Այսինքն ինչ որ աշխատում եք, քանի աշխատավարձս լավ է եկամուտը, ուրեմն սուպեր է։ Ինչ որ աշխատում եմ, տուժը ծախսում եմ, քանի որ ես ամսական 1000 տղա եմ կամ աղջիկ եմ, կամ 2000 տղա եմ կամ աղջիկ եմ։ Նման մարդիկ կան։ Այսինքն ինչ որ աշխատում եմ, այդ կանոնը միանգամից ծախսում եմ, քանի որ ես ունեմ ռեալ ստաբիլ եկամուտի աղբյուր։ Կա նման բան։ Էլ ով է գայանից բացի, ով է նման բան անում, ինչ աշխատա, ծախսեցի, ծախսեցի։ Դե փողը սվավ է, թեկուզ 5000 դրամ են վաստակում, 5000 դրամ ասում, 5000 ասում եմ դոլար են վաստակում, այդ համար կարող եմ թույլ տամից $5000 կամաց տնեմ կողքի, մեքենա առնեմ, ճան։ Այդպես եք անում բոլորը, ես նույն թվի մեջ եմ, այդ ձևի եմ ես արել ժամանակին, ինչ աշխատել եմ, 1000 է, 2000 է, 3000, 5000 է, դոլարի մասն է խոսքը, այդպես է այնց համար ատուշ ծախսել եմ, բանման եմ արել, ես եմ արել, հիմնական, չեմ ասում ուղագի եմ ծախսել, արել եմ բնակարան, մեքենա և այլն։ Բայց որն է այստեղած պրոբլեմը ժողովուրդ, քանի ունիք դուք լավ ստաբիլ եկամուտի աղբյուր, լավ ծախսում եք, բայց ժամանակ կա, որ դուք B կետից նորից կհայտնվեք A կետը, այդ ձեր ճերիկ աղբյուրը կփակվի, եկամուտները կամաց չի գա, եղած փողը ինչ որ հավաքել եք կամաց ուտեք, առանձնեն, որ հնարավոր է կծախեք, տուն կդարձնեք գումար, որպեսզի ապրեք, և դուք նույն ձևի կհայտնվեք A կետում։
Նման մարդ կա, ինձ նման։ Ես եղել եմ A-ից B, B-ից նորից A եմ հայտնվել։ Հիմա ես նորից 0-ից եմ սկսում։ Հիմա ես նորից 0-ից A-ից B-ն եմ ասում։ Կա նման մարդ։ Դերեք լրիսկով ով չի հասկանում ինչ մաս եմ խոսում։ Գումար եմ վաստակում, ինձ համար ծախսում եմ, առնում եմ տուն տեղ, ամեն ինչ դրեցի տեղը տեղի, այդ տղա կերիկ աղբյուրս փակված, ստիված յոլա կնամ տեղած փողով ապրեմ, մինչև մի բան կերնի, մինչև մի բան են, դի կամաց փող դի վերջը ունամ, դի ծախեմ, որա յոլա երտամ, մինչև բանը մեղավ, էլի բեից հայտնվում է արկեդը։ Էլ այսինքն կամ բոլոր մոտ ամեն սուպեր է հեղմար ձեն չի անում, կամ չեք հասկանում ինչ մասն եմ խոսում, կամ ամաչում եք գերեք, որ իմ մոտ այդ ձևի է։ Հիմա եթե դուք A կետից B կետն եք արդեն սուպեր է, գումար աշխատում եք, տեղը տեղին տնտեսում եք, ամեն ինչ չոտք է, պրոբլեմ չունեք։ Եթե B կետից եք արդեն կամաց ծախսում, հիմա նորից A կետի մասն եք մտածում, դերտամ A կետը փոխեմ գործս, երկրորդ գործը կդնին, որպեսզի յոլա երտամ, ունեք պրոբլեմ։ Մի խոսքով դուք որոշեք ոնց եք տեսնում։ Այստեղ շատերը ամաչում եք, չեք գրում, լավ եք անում, մի կերեք։ Կարող է հասկացեք, գիտեմ որ ձեր մոտ հիմա պրոբլեմային վիճակ է։ Հիմա ոչ ոք A կետից B կետը կարգին չի ստաբիլ չի տեղափոխվել ձեզանից։ B կետում հիմա շատերը յոլա ծախսում եք, քանին կոպեկ փող է ունում ձեռքերը, բայց մեծ մասը արդեն B կետից A կետի վրա է ուղղվելու։ Եթե հիմա այսօր այս 10-ը չհասնեք եւ կամաց ունեք չլարեք։ Okay, նորմալ է։ Գնացինք առաջ։ Հիմա ճիշտ ասեմ ճիշտ գաղափարը ժողովուրդ ջան։ Ճիշտ գաղափարը B կետը չի հանդեսանում ձեր հրաշքների աշխարհը։ Այո։ Մենք պետք է հայ զարգանանք։ A-ից B, B-ից C, C-ից D մենք պետք է մի զարգանանք, սովորենք։ Օրինակ ես ինչքանից հիշում եմ արդեն 57 տարեկան եմ, արդեն 22-23 տարի ես սովորում եմ, սխալվում եմ, էլի սխալվում եմ։ Միշտ սխալվում եմ, սովորում եմ, նոր բաներ եմ սովորում, նոր բաներ, ես միշտ ֆորմի մեջ ամոթ բան չկա։ Մենք պետք է, այո, գումար, հիմա մետեմ լավ բան ասեմ, գերեք անկեղծ, ով գոնիր կյանքի մեջ մի անգամ, ներդրման ոլորտում, պրոյեկտ է, հայպ է, մայպ է, ֆինանսական բուրգ է, ցանցային կամպանիա է, փարվել է, գումար է, կորցրել է, կարող է չափը, մի կերեք չափը, գերեք, եթե կորցնող գումար եք կորցրել, գերեք ձեր հինգերը, եթե գումար կորցնող չկա, գերեք երկուսները ձեր ցավը տանեք, սուպեր եք։ Ահա։ Սուպեր է։ Այսինքն գումար է կորցրել մեծ մասը։ Հիմա ասեմ, ով որ գումար է կորցրել եւ ով որ B կետից արդեն կամաց վերադարձել է A կետ, հիասթափություն է ապրել, էլ կյանքում ես չեմ զբաղվի ներդրումներով, բավոր սայ փարվի, բավոր նաեւ փարվի, այդ մարդիկ հիմա ով որ B-ից ժամանակ գումար է կորցրել կամ գումարները արդեն շռայլել է եւ հայտնվել է A կետ, այդ մարդիկ այսօրվան ճիշտ ձևով A-ից նույնիսկ B կետ տեղափոխվել, ավելի արագ կտեղափոխվեն, քան ով որ կյանքի մեջ գումար չի կորցրել։ Այո, ով որ A-ից B-ն է հայտնվել, այսօր B-ից A-ն է գնացել, նրանք A-ից B ավելի արագ է անգամ ճիշտ ձևով ավելի արագ գումարը կվերադարձնեն եւ շատ է կվաստակեն։ Որտեղ այսօր մենք միասին սովորելու ենք եւ սովորում ենք արդեն։ Եվ այսպես, ձեր հիմնական այդ ռուսեկուշն խացիելքի այս կուզեմները ոչ թե պետք է B կետի մեջ
այդ C եւ D կետի մեջը։ Իսկ B կետը հարգելիներս պետք է լինի կապիտալի կետ։ Այսինքն մենք պետք է մեր գումարները տնենք գործի մեջ, ստանանք շահույթ, որ կոչվում է դելտա կապիտալ, այդ դելտա կապիտալը պետք է նորից տնենք գործի մեջ, տարբեր ոլորտների մեջ, որտեղ մեզ տոկոս է բերելու հավասար է սիգմայի, արդեն այդ եկած տոկոսներից արդեն նոր մեզ թույլ տան ուզենք, պարզ է, չէ՞։ Այսինքն դուք պետք է B կետում ստեղծեք կապիտալ, կապիտալից եկած եկամուտը, որտեղ բուն կապիտալը, այլ կապիտալից ստացած եկամուտից, տոկոսից, արդեն դες թույլ տա կամաց տնեք նոր բիզնես ոլորտի մեջ, բնակարանի կամաց բնակարանի համար կուտակենք, եթե վարկով ենք արել բնակարանը, կամաց վարկերս փակենք, ավտոմեքենայի մասին մտածենք, գնանք շրջագայության, անենք թանկարժեք իրեր, այդ կապիտալի եկած եկամուտից ենք մենք ամբողջ անում, այսինքն մեր ամբողջ այդ խաթյալ կետը տեղափոխում ենք B կետից C կամ D կամ E կետերը, սա պարզ էր, եթե պարզ էր, նման է դրեք թե տասերը արագի մեջ տեսնում որ ամեն ինչ պարզ եմ խոսում, ու մենք գնացինք առաջ, սուպեր է, շատ լավ է։ Հիմա ինձ ասենք հարգելներս, ով է կարդացել Ռոբերտ Կիոսակին, Բագատի պապա, Բեդլի պապա, հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ գիրքը։ Նաև ունի ինքը երկրորդ գիրքը, կոչվում է Կվադրանտ կերեժնվա պատողը, հայրեն է տևետ հարկմանեն չատ չիպիտին, տրամական միջոցների հոսքի քարանգյուն, է տևետ հարկմանությունը, չիդեմ։ Կարող իմաստն եմ, Ռոբերտ Կիոսակին, ամերիկացի մեծ հզոր մուլտիմիլիոներ, որը իր գրքում գրել է, որ կա ընդամենը աշխարհի մեջ կա 4 սիգմենտ, գումար վաստակելու կա 4 քառակուսի, 4 ոլորտ, որը ես արդեն նկարագրել եմ և պատկերավոր նկարել եմ ձեզի համար սլայդում։ Հիմա նայեք, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ աղյուսակների մեջ առաջինը գրած է վարձու աշխատող, մարդ, ով աշխատում է ինչ-որ մեկի մոտ հիմնարկության մեջ, պետական հիմնարկություն են, սեփական հիմնարկություն են, աշխատում է վարձով, վարձու աշխատող է կոչվում։ Երկրորդը անատերներգատեր, մարդ, որը իր համար է աշխատում, իր համար է նշանակում աշխատավարձ, ժամանակ, ինքն է իր համար ինչ-որ բանով զբաղվում։ Եվ աջ կողմում երրորդ կամ և չորրորդը խոշոր բիզնես համակարգ, այսինքն մարդ, որ ունի իր սեփական մեծ բիզնեսը, որտեղ որ իր համար են մարդիկ աշխատում կամ հետ են համագործակցում թիմը և չորրորդը ներդրող մարդ, որը արդեն վաստակել է մեծ գումարներ, ունի մեծ կապիտալ և այդ կապիտալի 10-20% ուղղակի ներդրում է այստեղ այնտեղ հաշվարկի առնելով ռիսկը և ուղղակի տոկոսի հաշվին ապրում է սաղ կյանքը առանց աշխատելու։ Հիմա ծախ կողմը, մեկ և երկուսի մասն է ծախ կողմը, դա անվտանգության կվադրանտն է։ Շատերը աշխատողները մտածում են, որ եթե ես աշխատում եմ ինչ-որ հիմնարկությունում, իմ մոտ ստաբիլ է, ռիսկ չկա և գարանտիա կա։ Ով է համաձայն ինձ հետ, որ այդտեղ է կա մեծ ռիսկ և շատ ռիսկ։ Դուք աշխատող եք, ունեք մեծ ռիսկ, կարող է վաղը ձեր ասեն մի արի գործին, թիմը կրիր հաջողություն։ Համաձայն եք։ Անա ձերնագատերս, խանվ ես պացեն, վաղ ապրանքը բերեցիր, ապրանքը չծախ, վաղ չծախ,
Հարգեն օրենք հանեց, եկավ շտրաֆեց, փագեց, վարավ խանդեց, չեմ դեր, գողացան ապրանքը, այսինքն այդտեղ էլ է ռիսկային, ժողովուրդ ջան, բոլոր տեղը ռիսկային է, չկա ստաբիլ, չկա առանց ռիսկի ոլորտ։ Ծաղկոմում մենք մեր ժամանակը փոխանակում ենք գումարի դիմաց, գումարի հետ։ Իսկ ժամանակ ենք տրամադրում, աշխատանք ենք գնում, 8 ժամ աշխատում ենք, որպեսզի ստանանք աշխատավարձ։ Կամ սեփական մեր բիզնեսն է, էլի մենք ենք չարժևողը, մենք ենք վազողը, ապրանքը հայտարարողը, ոբշե սա մենք ենք, որպեսզի մեր ժամանակը փոխենք գումարով։ Այս կողմում խոշոր բիզնեսի համակարգում եւ ունեցողների մոտ մի քիչ ուրիշ է։ Էլի կա ռիսկը, բնականաբար, բայց այստեղ իրանց փողը փողով է փոխանակվում։ Այսինքն, խոշոր բիզնեսմենը միջև գործելը մեծ գումարներ է ներդնում, հիմնարկություն է հիմնում, ռեստորան, կաֆե, չեմ դե խորանոցն համալիր, մեծ պրոյեկտի մեջ է մտնում, մեծ գումարներ է ներդնում, մարդկանց վարձում, վերցնում վարկեր, մի խոսքով փայատերեր, ինվեստորներ մեծ գումար է դնում, որպեսզի ժամանակին այդ իր դրած գումարը արդեն իրան գումար բերի։ Եթե ծաղկոմում ժամանակն է մեր ժամանակ ենք մենք ներդնում, որպեսզի մենք գումար վաստակենք, մենք փորձում ենք, վազում ենք, գումար ենք մենք վաստակում, այս կողմում գումարն է գումար բերում։ Եվ այդ բնական մեծ բիզնեսի տերը ժամանակին դառնում են ուղղակի ինվեստոր, ներդրող ուղղակի իր գումար է բերում առանց իր վազելու։ Տարբերությունը այս կողմի երրորդի եւ չորրորդի մեջ ժողովուրդ։ Երրորդը վազող է։ Իր գործի մեջ ինքը այդ գործով ապրող է, իր բիզնեսն է, ինքը դրանով իր կյանքն է։ Ինքը աշխուժ է, մտածում է, քիչ ցերեք։ Ներդրողները շատ թամբալ մարդիկ են։ Իրանք զալլա չունին մտածեն։ Հարցնում եմ, այսքան ունեմ գումար։ Նիկոյ ջան, ինչքան գումար կուզենամ, ունեմ 10 միլիոն դոլար, կուզեմ 10% միլիոններ տնեմ ինտերնետ բիզնեսի մեջ։ Ձեր մոտ ռիսկային ինչքան է, մեծ է, միջին է, փոքր է։ Գումար որ տնեմ 10%, 10 միլիոնից, ինչքան ժամանակի հատվածում ես իմ գումարս գրադարացնեմ, քան է ամսում, 3 ամիս, 4 ամիս է, ինչքան է եկամուտը ձեր մոտ։ Всё։ Այս է ինվեստորի հարցը։ Եթե մենք ճիշտ ձևով կարողանանք այդ գումարը փոխատերին, լուրջ փոխատերին ճիշտ ձևով մատուցենք մեր բիզնես գաղափարը, ինքը всё, ինքը գիտեոր ռիսկային է, գարանտիա չկա, իր այդ ունեցվածքի 10%-ը տնեք այդ գործիքի մեջ, մյուս 10%-ը, մյուս գործիքի մեջ, այն մյուս 10-ը, մյուսի մեջ, եթե տնում է 10%-ով իր գործիքների մեջ, 10 գործիքի մեջ, այու գործիքը չաշխատավ, փակվավ այդ պրոյեկտը, փողը չբերավ, մինուսի գնաց, 8 պրոյեկտներից ինքան փող աշխատյորը, երկուսը կերի կամպիսատիա, չի ես գա, որ ինքը փող է կործել է, սա ինվեստորի գաղափարն է, հիմա հարց բոլորիդ, ով ինձ կասի հարգելներս, դուք ներգապային տուրը կերեկը որ ոլորտին, որ աբուսյագի մեջն եք, որ աբուսյագից որը կուզեք տեղափոխվեք և ինչքան ժամանակի հատվածում, գիտեմ որա բոլորդ է, մեզ մասը ծախիդ մեջն եք, աշխատող եք, վարձում, ունեք ձեր սեփական բիզնեսը և բոլորիդ նպատակը տեղափոխվեք անմիջապես 4 օր, դառնանք ինվեստոր հայր ջան։ Ճիշտ է։ Ինձ որ չեն ասում, ես ինվեստոր եմ, դրել եմ $10, հա մի բան ասեմ, հարգելիներս, մյուս անգամ չեն չիմանամ, որ դուք ձեր լեքսիկոնի մեջ օգտագործում եք, ինչքան ես փող գծե այս պրոյեկտի մեջը, ինչքան փող գծեմ հայ ջան, այդ ձեր պրոյեկտի մեջ է, որ փող աշխատում, ով որ գծում է, նա է գծվում է, մենք գրագետ մարդիկ ենք, մենք գումարը չենք գծում, մենք գումարը ներդրում ենք տվյալ ոլորտի մեջ։ Մի կա մարդը չի հասկանում ուր է փողը տնում։
Դամար միջև որոշ տեղ փողը տնելը պետք է հասկանանք այդ տվյալ պրոյեկտը ոնց է աշխատում, փողը ով է, որտեղից մեզ տալիս է կամ տոկոս, եւ մենք ոնց կարող դաստուգենք, դա այլ հարց է։ Բայց ձեր լեքսիկոնի մեջ է բառը քծում ես, ուրես քծե, իշքանս քծե, ժողովուրդ, անհարմար է։ Բերեք, սովեք, գրագետ, խոսակ, մեկ գոզարը մարդիկ եք եւ մեկ գումարը ներ դրում ենք, մենք ներ դրողներից ենք, մենք քծողներից չենք, ոչ թե քծվողներից, սա պարզ է, օքեյ։ Հիմա ինձ հա, մեկը ասում են, ես $10 եմ դրե, չեմ ասում եմ քծե, ես ինվեստոր եմ, հարգելներս, դուք ինվեստոր չեք, 1000 տնողն է ինվեստոր չէ, $5,000 մասն է խոսքը, ինվեստոր չէ, այդ 10,000, 20,000, $50,000 սկսողը կարելի է իրան ինվեստոր համարել, գոնե մի փոքրը, ինվեստորը այլ գաղափարով է մտածում, ինվեստորի փողը այլ փողեր է, գիտենք գումար տնեմ, որ այդ ամսական տոկոսը, եկան տոկոս, կարող է տոկոսով ապրի, ձեր դրած 10, 20, 100 կամ $1,000 ամսական $100 չեք ապրի, այդ 10,000 տնեք դոլար գոնե, ամիսը կա $2,400, դե խոսում ենք ֆիթնես նախագծի մասին, այո, այդ կարելի է համարել, որ ես ինվեստոր եմ, 10,000 եմ դրել, ոչ մի բան չեմ անում, իտոյ 10,000 իմ վերջի փողս չէ, իմ 10,000 իմ $100,000 10%-ն է, որ ես գիտեմ, որ հանգար փակվի է չկանա է, ես 100,000 10%-ն եմ կորցնելու, եթե հանգարց ինչ-որ ինչերնի, մի բան նեն չերնի, ոչ թե լրիվ 10,000 ունեի, 10,000 դրեցի, ու աղոտեմ, ասում թե ետ պետի փողս ետ կա, կարող է փարվի, վայ, այսպես հա, մանավանդ որ մեր ժողովուրդը ունեն նայում հայսյատ, մի անգամից առանց հասկանալու, մտնում են տուժ YouTube, գրում են, անկապ մինչև բլոգեր, մի բան է խոսում, տիպը X կամպանիան սկամ է, խապեպան, փարվել է, փարվի, գործ չունեք, հարց տվեք, այդ տվյալ բլոգերը, Ռոբին Գուտն է ժողովուրդ, բարիքեր է, թե փողի մասն է մտածում, հա, ինքը իրա պրոյեկտի մասն է մտածում, ասում ես դե լավ չէ, ասում ես բա ինչ անեմ, որտեղ կա, արի, այ մոտ, սուպեր է, այնտեղ լավ չէ, արի դիրես խայտ պրոյեկտի մեջ փողը տիր, որ ես ռեֆերալից հարուստնամ, չանդանք ու փողը ինչ ավեղա, դա է YouTube-ի բլոգերների իրենց բանը նպատակը, դա համար ինքնետ սկսեք փորձել, չեք կարող հարցրեք այն մարդուն, մոտ դեր մարդուն, ով որ նման գործի մեջ եղել է, ընկել է, քծվել է, փողեր է կորցրել եւ հասկանում է ինչը ով ու բարեկամն է։ Okay, գրեցիք, всё։ Մի խոսքով ձեզ համար որոշեք դուք որ կատեգորիայի մեջն եք եւ որտեղ ուզում եք հայտնվեք եւ իհարկե երբ, ինչ արագությամբ։ Իսկ մենք գնանք առաջ։ Մինչև այստեղ ժողովուրդ ջան, հետաքրքիր էր, եթե հետաքրքիր էր հարցեր չունեք, գրեք մտեմ նայեք ձեր հինգերը, որտեղ ոսպոր շորտը զալը կամաց պասիվ է։ Ոսպոր հինգերը տեսա կամաց։ Ահա, շատ լավ է։ Ուրեմն լավ է, շատ լավ է։ Հիմա ծեմոտ նշեք մի քանի բանաձև։ Առաջինը սնանկության բանաձևն է, սա բանկրոտство։ Որն է սրա բանաձևը։ Շահույթ, հանում եմ ծախս, հավասար է պարտքեր։ Այսինքն 100,000 դրամ ստանում եմ ես աշխատավարձ, 200,000 ծախս եմ անում, ու ընկնում եմ պլյուս 200,000 ծախս եմ անում, 100,000 մինուս, ու ընկնում եմ պարտքերի մեջ։ Սա սնանկության բանաձև է ժողովուրդ ջան։ Այս ձևեր ապրում շատերը։
չեմ ուզում ասեմ ձեր մասին, որ չվիավորվեք, ու ասում են շատերը, դուք արդեն ջոգեցիք գորա, այդ շատերը, այսինքն հասկացաք, всё, գնացինք արագ, բայց ոչինչ, ես եմ նման ձևի ապրել, հիմա կամաց կուղվենք, ոչինչ, իսկ հիմա բերեք նայեք աղքատության բանաձև համար 1, հələ սնանկությունը ոչինչ կենի պարկերի մեջ, իսկ աղքատության բանաձևը, երբ որ դուք ձեր եկած եկամուտը հանուն եք ծախսեր, հավասար 0-ի, սա այնքան լավ է, որ չեք գնում պարկերի մեջ, գոնե չանդար 100,000, 200,000 դրամ, կամ $500, մենք ոչնենք որ խոսանք դոլարով, $500 փող եմ վաստակի, ամիսը ընտանիքիս համար կոմունալ է, հագու կապ է, ուտելիք է, ծախսել եմ, 0-ի եմ կանեմ, սա կարելի է համարել աղքատացել եմ ես, դա ամոթ բան չկա, լավ է աղքատ է դրոպեն մնան, մինուսս 500-ը հանեմ 500 հավասար 0, հաց սնանք դառնամ, մինուսի տեղը նաև պարկ հավաքեմ վզից, պարկեր է և այլն, բայց հիմա մի քիչ որ համբերեք ավելի լավ բաներ կասեմ, մատ նայեք աղքատության բանաձև համար 2-ի մեջ ինչ է գրված, իսկ շատերը արդեն համարյատ են զսպելով ձեզ շահույթից հանած ձեր ծախսերը մի փոքր կողքից մի բան եք հավաքում, սա մանավանդ կանանց է վերաբերվում, այսինքն որ ասում են կողքից փող եմ հավաքում, կողքից, որ մարդ չիմանա, լավ բան եք անում, $500 փող եք վաստակում, 400 չափ ծախսում եք մի կերպ սխմված, 100 դնում եք կողքի ամեն ամիս, շատ լավ եք անում, այսինքն դուք արդեն կամաց դելտա եք ստեղծում, կապիտալ, բայց օրից մի օր այդ նույն հավաքած փողով գնում է տվյալ կինը խանութ, կոշի խանութ, սիրուն կոշիկ է տեսնում, սուպեր ու ակցիայի տակ, իտալական կոշ, համով սիրուն գույն, մոդայիկ ու զերջ 50%-ով, տեսնում է $200 կինը եղել, իջել է 100, ոնց դիմանա, այն 100-ը, որը ինքը ունի զանաշկա, հավաքած ունի պայած բացի տակը, այն դելտան միանգամից գալիս է տուն, ճապեր մտածում է անեմ, չանեմ, չանդամ ասում եմ, մյուս ամիս էլիք հավաքեմ, այդ հավաքված $100 դելտան, գնում է կոշիկի առնում զերջով 50%-ով $100 և վсё դելտան հանածած հավասար է 0, որտեղ մենք առնում ենք պասիվներ հարց, հարգելի կին, այդ սիրուն կոշիկը քեզի պետք էր, ուղղակի չդիմացավ ասում է, կարող է այդ կոշիկը առնի մի սեզոն հագնի կամ մի անգամ հագնի գնացեք հարստանիք չգիտեմ ու վերջ, այդ $100 չկա, այդ կոշիկը չի կարող վերադարձնել ետ, որ փողը ետ բերե, վсё, այսինքն դելտան չդիմացավ այդ տվյալ կինը կամ տղամարդիկ հավաքում են, որ մեքենայի սեր ունի, մեքենայի համար բան է առնում, աղբար մեքենա չէ, կարևոր է նորմալ քշվի, կարևոր է ունես գումար զապրավկա անես, ասես տեխաս մոտր, մեքենա նորմալ քշվի, հիմա մի բերեն մի բան զարտար է, յոլա կնա, սա պարզ է ժողովուրդ, ով է այս իրավիճակին հետ հայտնվել, անկեղծ, հələ mən գերեք նայեմ հələ, գերեք 7-ը, ով որ այս վիճակին է եղել, չեմ ասում սնանկության բանաձևով, գոնե այս վիճակում մեջ էր մարդ կա, որ հավաքել է, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, ապա, ուշ դիմացավ, կա նման մարդ, գերեք մենք 7-երը, ահա, լավ է, սուպեր, էդ է լավ է, գնացիք առաջ, շատ լավ էր, իսկ հիմա խոսենք արդեն հարցության բանաձև համար 1-ի մասին, որը ասում է,
Կարճ եմ ասում, յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ֆինանսական անվտանգության բարձիկ։ Ռուսեն կոչվում է ֆինանսовая подушка безопасности։ Այսինքն, ինչ է նշանակում սա։ Ձեր աշխատավարձի 10%-ը, 20%-ը ասենք հնարավորության պետք է հավաքեք եւ կակրաս տնեք որպես զապաս ձեր բարձի տագը։ Սա այն փողը չէ, որ պետք է հավաքեմ տնեմ գործի մեջ, ոչ։ Սա առանձին փող է, որը պետք է ունենաք ձեր տունը որպես այսպես հրատապ ինչ-որ վիճակի համար։ Եվ ամենակարևորը ասում են մասնագետները, որ դուք պետք է ունենաք հավաքած 3 ֆինանսական ձեր պատուշկե, ձեր աշխատավարձի 3-ից 6 միջին ամսական չափով։ Այսինքն, ձեր աշխատավարձը 100,000 դրամ է, դուք պետք է ունենաք հավաքած առնվազն 300-ից 600,000 դրամ փող կողքի դրած։ Այո, սա այն փողը չէ, սա առանձին փող է, որը մարդը կարող է շտապ դեպ պատահի, չգնի փող չարեմ, սպասեմ աշխատավարձից, սպասեմ գործարկս երբ փակվի, գնամ ասֆալտ չնեմ, վարկ վերցնեմ, զալով տնեմ, տոկոսով փող վերցնեմ բանկից, գիշերով դեպք է պատահի։ Թե լավ, թե վատ, չգիտեմ։ Եվ մենք պետք է պարտավորենք ունենանք տունը առանձին բարձի տագը միտեղ պայած մեր այդ բարձիգը աշխատավարձի 3-ից 6 չափով։ Լավ կլինի կամաց դարձնենք 12 չափով։ Մյուսը աշխատող եք հիմա այսօր դուք, վաղը չեմ ցանկանա իհարկե, աշխատանք չունեք։ Ձեզի գործ կջատեցին եւ ձեզի պետք է առնվազն գոնե 3-ից 6 ամիս ժամանակ, որ գտնեք լավագույն դեպքում նոր աշխատատեղ։ Հարց, բայց ես ո՞նց առանց աշխատանքի 3-ից 6 ամիս ապրել, եթե ես փող չունեմ։ Այս ֆինանսական ձեր պատուշկեն դրա համար է, որը այդ ընթացքում է դուք մինչև աշխատանք գտնեք, գոնե սնվեք այդ ձեր ունեցած հավաքած գումարով մինչև գտնեմ նոր աշխատանք, աշխատավարձը ցենց ստացա, կամաց էլի հավաքեմ որպես բարձիկ։ Ով մարդը, որը ունի ֆինանսական այդ բարձիկը, հնամ գրեգլարամ տեսնեմ հնա, կա մարդ, ի վախեցեք, ես փողը չեմ ստուգել, բայց հետարքիր ենցի, կա մարդ, ահա, սուպեր, կան, Super. Սա լավ է։ Կամաց սովորեք, ժողովուրդ ջան։ Հիմա նայեք, կասեք հայկան ոնց կամաց հավաքեմ։ Համ այնտեղ է պետք, հարց տա։ Հարց պատասխանեք այսպես անկեղծ։ Եթե դուք ստանում եք 100,000 աշխատավարձ, օրինակ համար։ Այդ ամիս որը ձեր շեֆը 10,000 ետ պայմով տա 90,000 աշխատավարձը ձեզ, հարց, դուք այդ ամիս կավրիք, թե չեք ավրիք, 100,000 եք ստանում, այդ ամիս 10,000 պագած ստացակ, 90,000-ով կավրիք, գրեք կլենձին, շեև այդպես է ցանկանում, հետ պայում է մի խոսքով, կավրեք թե ոչ, դարեք էլ պլյուս, 100,000 եմ ստանում ամեն ամիս, այդ ամիս 10,000 պագած է տվել հիմնարկությունը, կավրեն, մենակ մանշը կավրի, այսքեն մյուսն է չէ կավրի, կիսատ ծախս, չէ կարավոր չէ, կիսատ է լրիվ է 100,000 աշխատավարձով սովոր ընտանիքս, այդ ամիս, կամ 2 ամիս, 3 ամիս, 10,000 պագած է տալիս հիմնարկությունը, սու այդպես է որոշը, հիմի խասում է մեր շտրաֆ է, հարգային է փոխում է, կապ չունի, կավրին։ Այո, կավրին։ Հիմա նույն ձևի հաշվեք, որ 100,000 աշխատավարձով մարդեք, ամեն ամիս 10%-ը, 10,000-ը վերցրեք, դրեք առանձին խորը տեղն պայ։
հաշվեկորդ ձեր հիմնարկությունը այդ ամիս տվել է պագաս։ Կամաց սովորեցրեք ձեզ այդ կարգավիճակին 10%։ 500 եք ստանում 50,000 դրեք կողքի։ Ձեր ավելակերպը ժողովուրդ չի փոխվի դեպի վատը, բայց դուք արդեն կամաց ձեզ ստիպելով դառնում եք արդեն ֆինանսապես գրագետ, դիսցիպլինա։ Այո, սրա մեջն է գաղտնիքը։ Ես պետք է որ թե ծախսեմ այլն չայլն, ես պետք է կամաց հավաքեմ, կուտակեմ, մի քիչ զսպված կապրեմ, ոչինչ։ Բայց գիտենամ, որ ամեն ամիս 10,000 դրամներս դառնագը արդեն տարեկան 50,000 դրամ, դառնագը 10 տարվա մեջ արդեն 1,200,000 դրամ։ Այդ փողը կարող եմ ես կամաց արդեն օգտագործեմ, բայց իմ ավելակերպս չի փոխվի դեպի վատը։ Ճիշտ կուտեմ մի քիչ տաքսուտերը կարևոր չէ, գնամ տրանսպորտով պետք եղա, հեռախոսս կամաց կփոխեմ իմ փաթեթս խոսքի զանգիս, կփոխեմ փաթեթ ծառայությունը կփոխեմ, մի խոսքով ես կամաց կարող եմ մի քիչ էկոնոմիա անեմ, բայց կսովորեմ այդ տվյալ աշխատավարձի չափին, չագերտավոր, սա պարզ էր, կարևոր բան ասեցի։ Okay, գնացինք առաջ։ Իսկ հիմա բերեք մի քիչ նայեք հարստության բանաձև համար երկուսի մասին։ Առաջին արդեն պարզ է, ստեղծում ենք մեր ֆինանսական պարտիկը մտագության, երկրորդը շահույթ ստացանք, հանում ենք ծախս, հավասար է դելտա։ Այդ դելտան կապիտալը չենք մեկի ծախսում, դնում ենք գործի մեջ, որտեղ որ այդ մեր կապիտալը բազմանում եւ մեզ տոկոս է բերում, կոչվում է սիգմա։ Այսինքն մենք ամենակապիտալ Ինչի համար 7 տարեցիր, դու ավրես բնակարան մեջը, ծախս ես անում, լույս է, կոմունալ է, ջուր է և այլն, դու ես այդ բնակարանի համար փող ծախսում, դա եղավ ակտիվ, դա եղավ պասիվ, արամ ջան, ճոգեցի, շատերը էվի չեն հասկանում պասիվ ակտիվ կաղապարը, պասիվը են է, որ մենք ենք ծախսում, դա պասիվ է, երբ որ բնակարանը տվեցինք վարձով, մենք չենք ապրում այդ բնակարանի մեջը, տվելիս ենք վարձով և արդեն այդ տվյալ վարձով ապրող կլիենտը ամեն ամիսից փող է տալիս, համ ինքն է վճարում կոմունալը, համ իմ բնակարանի համար վարձ է տալիս եկամուտ, արդեն բնակարանս դառավ ակտիվ և ինձ բերում է ամեն ամիս պասիվ եկամուտ, մի խառնեք պասիվը և պասիվ եկամուտը, մի խառնեք, պետք է պասիվը դարձնեմ ակտիվ, որպեսզի ակտիվը ինձ արդեն ամեն ամիս առանց գործողության ինձ եկամուտ բերի, որը կոչվում է պասիվ եկամուտ, ամջան պարզ էր, հիմա լավ անենք վարություն, որպեսզի ավելի ամրապնդվի, ունեմ մեքենա, ես իմ մեքենայով եմ վարում, իմ մեքենայով եմ օգտագործում մեքենաս, իմ մեքենաս, որ ես եմ ամբողջ օրը գնում գալիս, զապրավ կանում, տեխնասմոտար, յուղ է, մեքենաս,
Passiv է թե ակտիվ ժողովուրդ։ Եթե ձեր կարծիքով իմ սեփական մեքենաս passiv է, դերեք էլի 5։ Եթե իմ սեփական մեքենաս ակտիվ է, դերեք 7։ Հայ արդեն ճոգեցինք։ Նույն բանը, քանի ես եմ իմ մեքենայից վրա փող ծախսում, դա ինձ համար passiv է։ Երբ որ իմ մեքենաս տալիս եմ վարձով կամ գործ եմ ընդունվում իմ մեքենայովս, որը պայմանագրով իմ մեքենայից ծախսերը, բենզին է, յուղ է, գազ է, սա վճարում է տվյալ կազմակերպությունը, ինձ հետ է փող է տալիս, օրավճար, ամսավճար, իմ մեքենաս դառնում է ակտիվ, որ ինձ բերում է passiv եկամուտ։ Լավ տարբերակը մեքենաս տան, ես չարժավեմ, ժամանակ ես չվաճառեմ, դա ավելի մաքուր passiv է։ Իմ մեքենաս տվեցի, տաքսու սերվիզ է, չեմ դեղսուր, անվտանգություն է, կարևոր չէ։ Մեքենաս արենդով տալիս եմ, ինձ մաքուր օրա շաբաթավարձ են տալիս այդ տվյալ հիմնարկությունը։ Արդեն մեքենաս դառավ ակտիվ եւ ինձ բերավ passiv եկամուտ, նույն մեքենաս։ Դա պարզ էր։ Всё։ Այսինքն հարուստները գնում են ակտիվներ, որը նրանց բերում է passiv եկամուտ։ Okay, всё։ Շատ լավ էր։ Գնացինք առաջ։ Հիմա հարց, ինչպես մեծացնել դելտան, այդ կապիտալը։ Առաջինը, պետք է աշխատել ծախսերը նվազեցման վրա, երկրորդը, պետք է աշխատել եկամուտի ավելացման վրա, ծախսերը քչացնեք, հանեք եկամուտը, այդ ժամանակ մեր այդ կապիտալը կավելանա, եւ այդ մեր կապիտալը դելտան, արդեն դնում ենք գործի մեջ, որը մեզ կամաց փողը բերելու։ Սա է մեր հիմնական գլխավոր հիմա նպատակը։ Այսօր մենք սովորեցինք, հասկացանք, սա մեկի չի եղնի, սա դիսցիպլինա է, սա ճանապարհ է, սա դժվար է, փող ունեմ, չունեմ, հավաքած փողս դրոպեն պետք է տանեմ ծախսեմ, տանեմ երկուս տեղը, ժողովուրդ հավաքած փող այն ծախսեցիք, տեղը չեք տնեն, ընձի հավատացեք, հենց հավաքած է բնգալից փողը ծախսված, ետ փողը չի գա, դրա համար համբերատար մի ծախսեք, չկա այդ փողը, всё, պես պատկերացրեք, okay, հիմա հարց եմ տալիս ձեզ, սա ես ձեզ համար եմ նկարել, օրինակ եմ նկարել, կոչվում է տնային հաշվապահություն, ով ունի տունը հեռախոսի մեջը, համակարգիչի մեջը, իր հաշվապահությունը, ով գիտի, իշքան է ինքը ամսական գումար վաստակում, դա գիտեք երևի, բայց ով գիտի, իշքան է ինքը ընտանիքը ամսական գումար ծախսում, կան դες մար, հələ կարեք լենձ, Եթե գիտե, եթե կա ռեալ հələ կարեք նայեմ, դերեք լենադեմ ես տեդր ունեմ, սուպեր, շատ լավ, սուպեր, էրով կա, ժողովուրդ, սա ինձ առաջական սովորեցել իմ առաջին նաստավնիկս 2003 թվական որ ես ժամանակ Կաբրեի Ղազախստան, 6-րդ անգամ եղա բանկրոտ, ընտանիքովս, մեծ ուներ բիզնես Ղազախստանում, սնանք ճանաչվա, մեծ պարկեր ունենք, պարկասու պարկերը փակեցինք, նոր եղանք բանկրոտ, պատկերացրեք այլ ազգի մեջ, ընտանիք, 3 երեխեք մատղաշ, ժամանակավոր պրապիսկով, տունը վարձով եւ փող չունես դաժե Հայաստան հետ գալու վիճակի Դա ուշ պատմությունում։ Եվ ժամանակ ես հանդիպեցի առաջին իմ նաստավնիկիս Ղազախ Աննեսիբ Խան, իրան միշտ ասում եմ ասված իրան տա շատ առողջություն, որ ինքը այդպես մարդ էր։ Եվ ինքը ինձ կամաց սովորեցրեց, եւ առաջին մեր դասը
գիրքը կարդալ Ռոբերտ Կիոսակի 100 հայրիկ աղքատ հայրիկը եւ երկրորդ դասը ասեց որ դունաս հաշվապահություն տեսնում ես տետրակ երագա այսպես բաժանում ես տավլիցան գրաֆիկով գրում ես ամիս ամսat թվերը գրում ես երկրորդ տողը եկամուտ դախոդի եւ վերջում ռասխոդի ասի կնիշ գրել մորա մարոժնե մարե երախուս ասենք դե տենգիով 100 դրամ հաց մարե հա գրել խնդացի ասեց մի ծիծաղից կարող ամսումա վերջ լաս լինես եւ իոր առաջի ամիսը ես լաս եղա քանի որ ամսից հաշվեց ես կամ գումար եմ աշխատել Արտնետ տվյալ կամպանիայի մեջ հատնես գումար եմ հաստատում իր կամպանիայի մեջ ամերիկյան մեծ կամպանիա էր որը վաճառում է սնտային հավելումներ միարեսման մի խոսքով Herbalife գերություն է շատ չպայեմ կախրիկ Առաջի եղրի իմ կամպանիաս Herbalife գերությունը որ հիմա Հայաստան կա մարդիկ աճում են մարկավաճում են նեղ մեծ խոսքով այդտեղ ես արդեն սկսեցի կամաս գումար վաստակել նորմալ է կարող է յոլայեր տանք ընտանիքով բայց որ նա կամ հաշվեցի ինչքան եմ գումար վաստակել վաճառքից ինչքան եմ գումար ծախսել ես զարմացա օհո ու չհավատացի այո մենք ավտոմատ անում ենք գործողություն գումարը եկավ ծախսերը կնաց, վերցինք վերասյա, ավրանքը, բարգամից, ծանոթից, հետո փողուզանք, ճիշտ է, այս հաշվապահությունը ձեզ ստիպելու է կամաս դառնաք ֆինանսապես գրագետ, դիսցիպլինա, երբ որ դուք ձեր մուտքի եւ երկի քանակը ամսվա վերջ չիդեք դիտողը, շատ վատ է Հիմիկվանից հազարատուն ձեզի, դերեք ես վաղվանից կարավոր չի ամսունեգից հաշվեմ, պետ չի ամսունեգով ապրելի, հենց վաղը ամսու 23-ից մարդին, դերեք փորձեք, նա տերակ եք վերցնում ու գրում եք, եկամուտը, այսինքն աշխատավարձ, եկամուտը, նաբաստ, թոշակ, գործարք, վաճառք, ինչ օրակ գումար է մտնում ձեր տան բյուջեն, դա կրում եք եկամուտ բաժինը։ Եվ ամենակարևորը, մենակ դուք չեք։ Ասենք ամուսները ես եմ, ինս է, օրինակ է աշխատում ենք, կա ասենք խոսքի երեխեն աշխատում, թոշակը մամա ունեք, պապա ունեք, տատիկ է, պապիկ է, ինչքան ամսական գումար է մտնում, ձերն է, կնոջն է, ամուսնուն է, հիմա խոսքով Սաղ կրում եք եկամուտի բաժինը, սաղ, եսօր թոշակ գյուր էր, այսքան թոշակ, վաղը մյուսոր չկա, աշխատավարձ, գրեցիք, իտոգու մեղավ այսքան գումար, իսկ ծախսերը չկա, առնեմ, ծախսերը կրում եք ամեն օրվա, ամեն օր, այո, տրանսպորտ է, տաքսի է, կոմունալ է, խանութ է, բազար է, մասամտերք է, մեսմտերք է, շոր են կարել, գացել եք ծնունդ, կնունք, հարսանիք, թաղու, մաղու, իշկան օրվա մեջ ծախս ենք անում ընդանիքով, սաղ, վերցնում եք ձեր ձերքը հաշվապահության տետրակը, ստիվում եք ձեր ընդանիքի անդամներին, մամային, պապային, ամուսնուն, կնոջը, երեխային, որ իշկան ծախս է կարել, սաղ գրում եք տողի վրա 1000 դրամ, 5000, 100, 200, 300 կոմունալ եւ այլ։ Սա գրեցիք։ Հիմա ամենակարևորը ամսվա վերջ գումարում եք հերթականությամբ եկամուտին, բաժինը այդքան շատ չէ թվերը, կարող է 1, 2 կամ 3 կերի թիվ, որտեղ եկամուտը աշխատավարձ, թոշակ, գործարք, նպաստ եւ այլ։ Իսկ ծախսերի բաժինը շատ կենիմ։ Մանր գրեք, իրար գումարելով ու կնայեք Անտանուրը իտովո ձեր աշխատավարձը եկամուտը 250,000 դրամ եք օբշի գումարը վաստակել մարտ ամիսը օրինակ բայց ծախսը
չեմ ինչի համար 300,000 է ստացվել, ուրեմն դուք պրոբլեմ ունեք։ Մինուս 5000 դրամ, всё։ Պետք է հաշվարկենք, գտնենք որտեղ է իմ այդ պրակոլս։ Այստեղ կարող կամաց նվազեցնենք։ Օրինակի համար, էլ եմ ասել, մարդը սովորություն ունի գնում աշխատանքի, դարձպես մի ոդմ ճամփայ տաքսով։ Կա նման մարդիկ մեջներ։ Ու գնացեք տրանսպորտով, եթե մոտ ճանապարհ եք գնում, գնացեք ոդկով, քայլեք մի 10 րոպե, ոչինչ։ Դա առողջության համար լավ է, օգուտ է։ Պլյուս կարող եք լույսերը չափ չվարենք տունը։ Մի տեղ նստենք, լույսերը չվարենք, էկոնոմիա։ Օրինակ է բերում։ Նույնը գազը, տեսենք, սովորենք, գազը քոկենք մինչև վերջ, մաքսիմալը, հիմա արդեն կամաց կարող մի քիչ հիշենք գազը, որպեսզի շատ ցուրտ չլինի ու շոկե չեն տունը։ Օգուտ է։ Ինտերնետը, մի խոսքով մենք արդեն կարող ենք հետևենք, անենք կոնտրոլ, մեր ծախսերը որտեղ մենք պրոստը փող ծախսում։ Եվ այդտեղ կարող կամաց քչացնենք, գոնե հավասարացնենք 0-ականին։ Այսինքն եկամուտ հանած ծախս հավասար է 0, արդեն լավ է։ Կամաց սովորում եք, ծախսը նույնն ենք պահում, չենք գնա առաջ շատ ծախսում, բայց եկամուտն ենք կամաց սկսում ավելացնելը։ Եթե մենք աշխատավարձի հույսով ենք, էլ եմ ասում, գտեք երրորդ ճանապարհը, աշխատավարձ, երրորդ գործը, կամ պահանջեք, որ առանց դրա աշխատավարձը, կամ սկսեք զուգահեռ արդեն ուրիշ գործով զբաղվեք։ Ներդրումներ, գործարքներ, կողքից եկամուտի աղբյուր գտեք, որպեսզի ձեր ծախսը նույնը պահեք եւ եկամուտը կամաց հանեք։ Այդպեսով մենք ստեղծում ենք դելտա, կապիտալ, այդ կապիտալը արդեն կամաց ներդրում ենք տարբեր բիզնես գործիքների մեջ եւ կամաց արդեն փողը վաստակելով այդ հավաքած եկամուտի տոկոսը արդեն նոր կարող ենք թույլ տանք մեզ ծախսենք, մի բան առնենք։ Սա է ֆինանսական օրենքը։ Եթե ուզում եք դառնալ ֆինանսապես գրագետ, ֆինանսապես ազատ, սա է միայն փրկությունը։ Այլ ճանապարհ չկա։ Ժոստկի դիսցիպլինա։ Չկա ներումբեգում։ Կամ անում եք, դիմանում եք, մի տարի, 2, 3, 5, կամ նույն ձևի ապրում եք ավելի վատ։ Հիմա նայեք, եթե մենք մեր գումարները կամաց չտնտեսենք, չներդնենք գումարը գումար չբերի, ձեր պայած հավաքած գումարը կամաց կարձրվի, ինֆլյացիա։ Ասեք խնդրեմ ժողովուրդ, ով գիտի ինչ բան է ինֆլյացիա, արձրվում, որտեղ ապրանքը հանգանում, այլ գումարն է արձրվում։ Ով գիտի, դերեք մտամ ձեր հինգերը, որ պետք չէ ուղղակի գումար պահեմ, բարձից տակը, բացի են ֆինանսական բարձիկից, մարդկա ուղղակի գումար ունի սովորություն, գրբանն է պահում, մոդն է պահում, տունն է պահում, բայց բանկի չի վստահում, հետո ասում է, ապրանքը թանկացավ, չէ, ապրանք չթանկացավ, գումարը դառավ զիբիլ, պարզ է։ Մենակ Աշխենը ոբշե մեծ մասին գիտե, ինֆլյացիայի մասին, գումարի արձրվում, այո, ճիշտ է։ Մի խոսքով դուք եթե ուզում եք դառնալ ֆինանսապես ազատ քաղաքացի, դառնալ ուղղակի լոդեր, համբար ինվեստոր, որ միայն փողս տնեմ, փող բերի, ես ինձ համար վայելեմ կյանքս, այստեղ աշխարհ տեսնեմ, խոսքը մեծ գումարի մասին է։ Դուք պետք է այսօր արդեն կամաց փոխեք այստեղ ձեր ձեռակերպը։ Գումարը պետք է ճիշտ աշխատացնեք։ Գումարը սիրում է աշխատել։ Փողին պետք է մենք ուղարկենք գործի, որպեսզի փողը գնա գործի, հետ բերի, հետը փողեր։ Եթե փողը առանց գործի մնաց ձեր գրբանում ինչ-որ մի տեղ պայած,
տարիներով ձեր փողը կփոշմանի, դες կներենա եւ գնա ուրիշի մոտ, քիչ է գտանը։ Так, օքեյ։ Եվ համար արդեն մենք հասնում ենք վերջի մասը, իսկ հիմա մի քիչ խոսենք ներ դրումների մասին, որտեղ կարելի է սկսել ճիշտ ձևով ներդրումներ կատարել ներդրումները ճանապարհ է դեպի ֆինանսական ազատություն։ Ուրեմն ժողովուրդ, տունը, որ տուն է, միանգամից չեն տուն ասենք հողի վրա շենք սարքում, ճիշտ է։ Ոնց են տունը կամ բարձրահարկ շենքերը կառուցում, փորում են կոչվում է կատլավան, ֆունդամենտով, արմատուրով, մոշնի, հենց հողի տակը։ Եվ արդեն նոր կամաց առաջի հարկ, երկրորդ հարկ, երրորդ հարկ, հետո ասենք հարգեր ու կրիշա, ճիշտ է։ Հիմա դուք պետք է ձեր արդեն գումարները ժամանակին ճիշտ ձևով կատարեք ներդրումներ, այսինքն կոչվում է դիվերսիֆիկացիա։ Գումարը չի կարելի միտեղ ամբողջ գումար միտեղ տնեն, որպես այդ միտեղից փող կա, դա վտանգավոր է։ Գումարը պետք է մի քանի տեղեր ներդրում կատարել, օբշի կապիտալից 10% այստեղ, 10 այնտեղ, 10 այնտեղ, 10 այնտեղ, որպես ռիսկը դարձնեմ ավելի մինիմալն է։ Պարզ է։ Ինչ կարող անենք։ Ձեր որոշ գումարը կարող, այո, դիվերսիֆիկացիա։ Կարող եք տնեք անշարժ գույքի ոլորտում, ոսկի, բանկային ավան, կոպտակային ապահովագրություն, այո, ճիշտ է, անշարժ գույքի մեջ մեծ գումարներ չեն, բայց դա ռեալ, անշարժ գույքը ռեալ ոլորտ է։ Ոսկին ես չի բերում պասիվ եկամուտ, ուղղակի ոսկին ձեր գումարը փրկում է ինֆլյացիայից։ Իսկ գումարը առավ ոսկի, տունը պահեցինք, հետո կարող ենք տանենք վաճառենք, թեկուզ իրա գնով, էժան գնով, թանկ գնով, կամ գումար վաստակենք, կամ գումար ետ բերենք ժամանակին, դա ոսկին է։ Բանկային ավանդը ճիշտ է, կարող տնենք տարեկան 8-9-10% բանկը դրամով, քանո դոլարային բանկը 3-4% է, բայց ինֆլյացիան այս դեպքում անպայման կուտի ձեր եկամուտը, հաշվի առեք, բայց դա լավ բան է։ Երկրորդ տարբերակը մի քիչ միջին եկամուտ, սա փոքր եկամուտ եւ քիչ ռիսկ։ Երկրորդ հարգը կանանչով մի քիչ միջին եկամուտ, ռիսկը միջին։ Դա բաժնե տոմսեր, բաժնե մասեր, թանկարժեք թղթեր, ICO, բորսաներ։ Երրորդ հարգը կարմիրով մի քիչ բարձր է եկամուտը եւ ռիսկը բարձր է։ Դա կրպտոարժույթներ, մարդիկան ունեն սովորություն խայբ պրոյեկտի մեջ են փողերը քծում ենք խայբերի մեջ, ունեն սովորություն։ Դրա համար խորտի կարգով ով որ սիրար է խայբերի մեջ են վազեն ձեր գործն ժողովուրդ ջան։ Մեկ է խայբ պրոյեկտի մեջ բախտի բերմա լավագույնը կարող է ձեր բախտը բերի փող վաստակեք գումարը հանեք, բայց հարցնեք այդ գումարը ստանում եմ խայբերի մեջ ինչի հաշվին եմ գումար ստանում նոր դրած մարդկանց փողի, այսինքն այս գումար վաստակեցի, բայց քանի հազար մարդիկ այս դրությամբ տակ տվեցին։ Դա համար մի քիչ դա այն չէ խայբը, բայց ով որ ունի սովորություն, ձեր գործն է, խայբի մեջ ռիսկային է եւ այնտեղ բախտ է։ Դա համար գտեք այն ոլորտը, որտեղ կրիպտո արժույթների ոլորտի մասն է խոսքը։ Գտեք այն ոլորտը, որտեղ կարելի է փոքր ռիսկով գումար տնեք, գումար բերի, աշկը տեսնի, ռեալ նայեք այդտեղ ոլորտը, պրոյեկտը, հարտակը, որտեղ է գումար վաստակում, որտեղ կարող ստուգենք բլոկչեյն, սմարթ պայմանագիր, թափանցիկ, բորսաներ, դրեք գումարներ, ձեր որոշումն է։ Այստեղ մի բան ասեմ, ձեր մոտ նշեք անպայման, շատ կարևոր է, կարևոր չէ անշարժ գույք յինեք որոշել, երկարաժամկետ է դա, բանը տոմս է կարե, ակտիա է կարե,
կրպտայի ոլորտի մեջ եք մասնակցում, կարևոր չէ։ Որտեղ օրա դուք գումար եք դնում, առաջի օրենքն է հարուստների, գործարարների։ Ձեր գումարը ամեն կերպ առաջի օրենքը պետք է հանենք, ներդրած գումարը պետք է հանենք այդտեղից, դնենք մեր գրբանը չագետավոր, դնենք մեր կաշլոկի մեջը, եթե կրիպտայի մասն է խոսքը, հանենք, դնենք կաշլոկի մեջը, ֆինանսի մեջը, հանենք, դարձնենք դրամ, չենջ անենք, դարձնենք փող, դրամ, հանում ենք մեր դրած գումարը անպայման։ Եթե խոսում ենք բիզնեսի մասին, հենց սա է իմ ասած գաղտնիքը, բարդ տոկոսադրույքի ուժը, երբ որ ձեր եկամուտը գալիս է տոկոսը մայր գումարի վրա, դուք չեք հանում ձեր այդ եկամուտը, ուղարկում եք եկամուտը մայր գումարով ևս երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ կրուգով, 10 կրուգներով, արդեն ձեր գումարը դառնում է ռեալ գումար։ Եթե պարզ էր, եզրափակեմ մեր այսօրվա ուսուցումը այս ծերուգի բառերով։ Եթե դուք չեք վաստակում քնա ժամանակ, ապա ստիպված կլինեք աշխատել մինչև մահանալը։ Ուորեն Բաֆեթ։ Այսօր եմ նայել ծերուգի կապիտալի մասին, 95 տարեկան է, Ուորեն Բաֆեթը կենտանի է, արդեն կապիտալը այդ ցուցակի մեջ 20-ի հարուստների մեջ 5-րդն է, 145 միլիարդ դոլարի ունի կապիտալ այս ծերուգը։